Ինչպես գիտեք, երեք գիշեր Միացյալ Նահանգները ռմբակոծեց Իրանի միջուկային ուրանիումի հարստացման գործարանները։ Կոչվում էր օպերացիա կեսգիշերվան մուրջ, անգլերենով ավելի լավ է հնչում, Operation Midnight Hammer։ Եվ դրանով փոխեց ամբողջ իրադարձությունը։ Իսրայելի հարձակումները այս գործարանների վրա եւ ընդհանրապես հակաօդային ուժերի վրա եւ այլ որ տեղի են ունենում արդեն մի ամբողջ շաբաթ մի քիչ լավել, որի մասին խոսացել ենք շատ, այսօր փոխվեց նրանով, որ շաբաթ օրը 12:01 առավոտյան, այսպես ասած, գիշերվա կեսին 7 B2 ռմբակոծիչներ բարձրացան Միզուրի նահանգից եւ կատարելով փոքր, այսպես ասենք, խապուսիկ թռիչք դեպի արևմուտք, որպեսզի թվա թե դիտողների համար որ գնում են դեպի Խաղաղօվկիանոսյան կղզին ամերիկյան տերիտորիա Գուամ, իրականում բարձրացան օդ, վերցեցին հավելյալ վառելանյութ եւ Տրանատլանտիկի վրայով դեպի Իրան։ Հասնելով մոտավորապես Եվրոպայի վրա ինչ որտեղ, մոտավորապես 7 ժամ թռնելուց հետո միացան ուրիշ ամերիկյան օդանավների, կազմելով ուրեմն այսպես հարվածային խումբ, օդային, դրանք F-15 եւ F-35 օդանավներն էին, կործանիչներ են սրանք, ուրեմն 7 ռմբակոծիչներ, ամեն մեկը իր վրա ուներ այս 30,000 pound կշռով այս մեծ bunker buster այս ռումբերից, երկուսից ավել չեն կարող ունենալ, ուրեմն միացան ռմբակոծիչներն, բոլորը stealth օդանավներ են, բացի F-15-ներից։ Օդում մի քանի անգամ, ուրեմն հավելյալ անգամ վառելանյութ են վերցրել, տարբեր հանգրվաններում ճանապարհի ընթացքում արդեն սպասում էին իրենց, ուրեմն այս տանկերները, օդային տանկերները, խոսքը գնում է, պատկերացրեք, եթե պիտի ընդհանուր հաշվով 125 օդանավ է այս օպերացիային մասնակցել, ամերիկյան օդանավներ եմ խոսում, ստեղ Իսրայելը չկար։ Դրանցից 2 տասնյակից ավել միայն ուրեմն տանկերներ են եղել, բոլոր այս մյուս օդանավներին տարբեր տեղերում ճանապարհորդող դեպի Պարսկաստան եւ այնտեղից վերադառնալուց իրենց ուրեմն նորից վառելանյութ սպասարկելու համար։ Ռազմական իմաստով սա աննախադեպ բարդության օպերացիա էր եւ անցավ լրիվ հաջողությամբ։ Տեխնիկական իմաստով ոչ մի բան չեն փախցրել, այսպես ասած, բոլոր թիրախները խփել են, այնպես ինչպես որ ուզում էին, որ նախատեսում էին, կամ ասեմ պլանավորում էին։ Ուրեմն բացի նախքան ավելի շարունակելս ասեմ, որ այս օդանավները կենտրոնացած էին 2 ուրանիում հարստացնող գործարանների վրա։ Դրանից բացի սուզանավները ամերիկյան հնդկական օվկիանոսից այսպես կոչված թևավոր հրթիռները, cruise missiles ուղարկել են, որոնցով խփեցին երրորդ մի թիրախի, որը դա բանն էր, չեն ասում, արդեն հարստացված ուրանիումի պահեստներ, այսպես ասենք, հետախուզություն նկատել է, որ այնտեղից արդեն բեռնատար մեքենաներով ինչ-որ բան են տանում։ Վախ կար, որ սա արդեն հարստացված ուրանիումը փորձում են թաքցնել ուրիշ տեղեր եւ կամ նույնիսկ ուղարկել երկրից դուրս Ռուսաստան օրինակ, որպեսզի չենթարկվի հարվածներին,
ուրեմն ժամանակը կարևոր էր, ուրեմն պետք էր մի քիչ շտապել։ Բայց ինձ թվում է այն հանգամանքը, որ Թրամփը իրենց տվել էր իբրև թե միջև 2 շաբաթ ժամանակ, որպեսզի դիպլոմատիան աշխատի, Իրանի դիպլոմատները բանակցում էին եվրոպական դիպլոմատների հետ։ Պարզ դարձավ նախ, որ այդ բանակցությունները ոչ միտեղ չեն գնում, Իրանը իր պահանջները չփոխեց եւ առաջի ուրեմն փորձերը դիպլոմատիայի այդ ֆեյզի մեջ չանցան, հաջողությամբ չփսակվեցին եւ փոխանակ 2 շաբաթ սպասելու ուրեմն Ամերիկան անցավ հարձակման։ Կարծում եմ այդ 2 շաբաթը տրված էր որպեսզի պարզապես մի քիչ սխալ պատկերացում առաջացնեն իրանցիների մոտ եւ մի քիչ էլ պետք էր ժամանակ, որ օպերացիայի կազմակերպումը վերջացնեին, կազմակերպչական աշխատանքը։ Հիմա մի երկու խոսք օպերացիան վերջացնեմ, ասեմ ուրեմն գիշերը թռան եւ առավոտվա կողմ նոր միացան մյուս Եվրոպայից արդեն իրենց միացած F-35 եւ F-15 կործանիչների հետ եւ այս խումբը մտավ Պարսկստան հարձակվելու համար ուրեմն արդեն առավոտվա կողմ առավոտվա ասելով արդեն այս խումբը երբ որ կազմեցին միջև հասան ժամանակը պարսկական ժամանակով արդեն երեկոյան էր եւ ժամը 6:40 ուրեմն PM ուրեմն 18:40-ի կողմերը սկսեցին թիրախները խոցել ամբողջ օպերացիան տևեց 20 րոպե ժամը 19:00 արդեն պարսկական օդային տարածքից դուրս էին եկել այս մեծ ծանր ռումբերը գցել էին այդ երկու գործարանների վրա եւ հեռացել ինչպես ասեցի Սուզանավներն էլ երրորդը Իսֆահանի այդ պահեսն էին խփել ամբողջ օպերացիան օդանավների այդ B2 ռմբակոծիչների համար դրանք օդում գտնվել են 37 ժամ մի վարքյան պատկերացրեք ես որ հիշում եմ իմ ամենաերկար թռիչքը 15 թե 16 ժամ ա եղել անտանելի էր նույնիսկ օդանավի մեջ նստել ուտել խմելով նստել 37 ժամ օդում լինես մի քանի անգամ այսինքն այդ օդում վառելանյութ վերցնես թռչող այդ տանկերներից եւ այլ խոսքով բարդագույն օպերացիա էր եւ այնտեղ հասնելուց հետո պիտի ճիշտ կրտորեն կարողանաս խփել են նաեւ այդ ռումբերը որ ասում եմ օդի ուրեմն այդ խողովակներին հա շախտաներին այսպես ասած հորերին որպեսզի խորը գնան այդ կրուզ միսիլներն են դա նույնիսկ դա արել այդ Իսֆահանի մոտեղած տեղերը այդ թունելների մուտք ու ելքն են խփել փլուզել ամեն ինչ մեջ պահել են երևի մասամբ նրա համար որ ինչ որ կար ռադիացիոն նյութեր դուրս չգան ընդեղից հենց քանդվի այդ ամբողջ մուտք ու ելքը փագեն չեմ անում այդ ես հիմա մտածեցի բայց այդպես է թվում ինձ իսկ ինչ մնում է որ շատ խորը ծառի տակ պահել էին այդ ֆարդո կոչված տեղում դա էլ են ուրեմն խոցել ուրեմն այդ ռումբերը կարողացան այդ խորությամբ ծակել ինչպես էր նախկին իմ վիդեոյում ասեցի ինչ որ այնտեղ ասում են 200 ոտ, այսինքն մոտ 61 մետր անպայման չի հավատակ բոլոր հրատարակված թվերին երևի դրանից շատ ավելի է ես լսել եմ 300 ոտ, ես լսել եմ նույնիսկ 400 ոտ այսպեսի թվեր որ դա 400 նշանակում 120 մետրի մասին խոսում այս ռումբերը հատուկ դրանց համար էլ սարքվել էին այսպես ասած դրա ավելի թեթև ձևը որ անգամ կարծեմ ասեցի դեռևս Աֆղանստանում էին գործածում այն ժամանակ դրան ասում էին mother of all bombs հա բայց այդ պարզվեց որ mother մաման բոլոր ռումբերի այս GBU-57-ից շատ ավելի փոքր էր թույլ էր սա հատկապես սարկած էր
հատուկ բետոնով եւ այլ պաշտպանված ուրեմն բունկերներ եւ ինչ-որ տեղեր խփելու համար։ Anyway, օպերացիան վերջացավ առանց Ամերիկայի կողմից զոհերի եւ կորուստների, որևէ տեսակի մատերիալ կամ մարդկային։ Եվ այդպես նշվեց, շատ հպարտ Թրամփը դուրս եկավ, ասաց, որ այսպիսի բան ոչ ոք չէր կարող անել, մենք արեցինք եւ կարողացանք եւ այլն, ոչնչացնել Իրանի nuclear ուրեմն արտադրության բոլոր հնարավորությունները եւ այլն։ Իրանից հետո դուրս եկավ Նաթանյահուն, այնտեղ նույն ուրախ, շատ այսպես զվարթ ձևով գովաբանեց ամբողջ օպերացիան, ասաց, որ չտեսնված էր, իհարկե մենք այդ ճանապարհը բացել էինք, բոլոր հակաօդային միջոցները ոչնչացրել էինք Իրանի եւ ամերիկյան օդանավները առանց դժվարության այդ բոլորն են ինչ որտեղ հիշեցնում, գնացին այդ գործը կատարելու, իհարկե այդպես էլ կար, ամերիկացիները պետք չունեցան որևէ տես բան անել, բայց համենայնդեպս շնորհակալ եմ եւ այլն։ Իրենից հետո, ուրեմն Թրամփը նաև նշեց, իրեն ասեմ, սա էր կարևորն է, ամենակարևորը միգուցե, որ սա մի դեպք էր, մի անգամվա հարձակում է, այսինքն մենք չենք պատրաստվում նորից հարձակվելու եւ ներխուժելու Իրանի տարածքը զորքերով եւ այլն։ Թրամփը մեծ տաղանդ չունի ջրտասանության, շատ արագ ասեց անցավ շեշտելու համար այս կետը, Իրանից հետո դուրս եկավ ուրեմն վայս պրեզիդենտը, որից հետո եւ դուրս եկավ պաշտպանության նախարարը Հաքսերը։ Երկուսն էլ առանձին նշեցին, որ սա ռեժիմ փոխելու փորձ չէ, սա մենք չենք պատրաստվում Իրանում փոխենք ռեժիմը կամ ներխուժենք Իրանի սահմանների ներսում, սա մի անգամ արեցինք, մեր պատերազմը ոչ թե Իրանի դեմ է կամ Իրանի ժողովրդի դեմ է, այլ Իրանի միջուկային զենք արտադրելու հնարավորությունների դեմ է։ Այսքան բան։ Ուրիշ խոսքով իրանցիներ դարդ մի արեք, իդեպ ոչ մի քաղաքացիական թիրախների չէին խփել, մինիմալ զոհեր են եղել այնտեղ, մինիմալը իհարկե սխալ տերմին է, որտեղ մեկն էլ բաղտա, բայց համենայնպես թիրախ չի եղել ոչ մի այդպիսի, այս 3 թիրախից բացի, որ իբրև թե դուք հանգիստ եղեք, մենք ստեղ ոչ ման չենք անելու։ Ուրեմն վայս պրեզիդենտը եւ պաշտպանության նախարարը այս նույն բանը շեշտեցին։ Ուրիշ խոսքով իրանցիներ մի խառնվեք իրար։ Իսրայելի պրեզիդենտը, այսինքն ոչ թե վարչապետ, պարլամենտական սիստեմը Հայաստանի նման վարչապետն է, ղեկավարը երկրի գլուխը, այսպես ասած, դա նախագահն է։ Հերցոգը CNN-ի վրա ինտերվյու տվեց։ Եվ առաջի հարցը, որ իրեն տվեցին, որևէ նշանակություն ունեցող միակ հարցը իդեպ ասեմ, այն էր, որ արդյոք Իսրայելը բավարարված է ամերիկյան այս գործողությունից որպես ամբողջական եւ վերջնական գործողություն, օգնություն, թե Իսրայելը ուրիշ սպասումներ ունի։ Ուզեց երկար պատասխանել, նորից ճշտելու համար ասեց, որ ամերիկյան ժողովուրդը անհանգստացած է, որ չի ուզում խառնվել երկար պատերազմի, արդյոք սա բավական է ձեզ։ Հերցոգը պատասխանեց, որ ես չեմ երկրի ուրեմն executive իշխանությունը, ես միայն head of state-ն եմ, դա Բենյամին Նաթանյահուն է, նա պիտի որոշի եւ իր կաբինետը, եւ երկրորդ մենք չենք իմանում իրապես, թե լրիվ բոլոր նպատակներին հասել ենք դեռ թե չէ, այսինքն վնասի աշխանը դեռ չենք կարող դատել, հետո կիմանանք, որ նշանակում է, որ կարող է եւ պետք կլինի, որ ամերիկան դեռևս խառնվի, բայց այդ բառերով չի ուզում ասի։
եւ ոչ էլ հարցին ուղղակիորեն պատասխանեց։ Նշեմ, որ իր հաղթական ճառի մեջ ոչ Նեթանյահուն, ոչ Թրամփը չասեցին, որ սա 100% վերջնական ուրիշ բան չի սպասվում, չնայած որ Թրամփը, ինչպես ասեցի, նշեց, որ մի անգամվա օպերացիա է սա։ Մի տարբերությամբ, որ եթե նորից փորձեք միջուկային ուրեմն նյութ հարստացնել ռումբի համար, ուրեմն նորից կխփենք։ Սա տարբեր է, որ նրանից, որ շարունակելու ենք կանք, երկիր ներխուժենք, զորքեր բերենք եւ այլն։ Մի խոսքով այս մասին ոչ մեկ չի ուզում ուղղակի պատասխան տա, բարձը։ Սա է կարևորը իրականության մեջ, որովհետև երկու իմաստով։ Եթե սա չես ասում եւ իրապես չես անելու, Պարսկաստանը չունի ոչ մի պատճառ որևէ փաստաթուղթ ստորագրելու։ Ինչու՞։ Որտեղ ինչու՞ պիտի ստորագրեմ։ Արդեն խփել ես վերջացել է։ Դե ունեմ, չունեմ։ Եթե չունեմ այդ հնարավորությունը ռումբ սարքելու, ինչ կարիք կա ստորագրելու, մեկը հետևելու ես, ես էլ չունեմ այդ բանը։ Եթե ունեմ, էլի տարբերություն չի անում, դու մեկը չես հարձակվելու։ Խփելու ես բոլոր դեպքերում, եթե գիտես, որ սարքում եմ կամ չգիտես էլ տարբերություն չի անում։ Այս իմաստով այս դիրքավորումը Ամերիկայի կողմից ոչինչ չի ասում, Իսրայելի կողմից այն հանգամանքը, որ դեռ որ պետք կլինի, դեռ կստիպենք մի անգամ էլ խփել, սա այսպիսի ենթատեքստ կա, այսպես դրա համար չեն ուզում ասեն։ Համենայն դեպս ուզում եմ, որ պարսիկները վստահ չլինեն, հաջորդը գալու է թե չէ, կամ երբ է գալու, կամ ինչ ձևով։ Այստեղ գալունը չի, ռմբակոծության մասին չի, ես էլ ասել եմ, դու կարող ես միշտ անդադ ռմբակոծես, բայց դրանով ոչ մի բան չի փոխվի, 10 տարի հետո կսարքեն, եթե պետք է։ Իրենց կարծիքով Պարսկաստանի պարսիկների եւ ընդհանրապես ավելի միջինարևելյան, անալիստների, այն է, որ միայն հաստատեցիր Իրանի համար եւ մնացած բոլորի համար, որ միջուկային ուրեմն զենքը անպայման պետք է սարքել, անհրաժեշտ է, որովհետեւ տես Հյուսային Կորեան սարքեց եւ ոչ ոք իրան չի կպնում, իսկ մենք դեռ չենք սարքել, արդեն մեզ խփում են։ Ուրեմն մեզ անպայման պետք է ունենալ այդ միջուկային զենքը, որ այլևս մեր վրա այսպիսի, ասած համարներ, այսպիսի բաներ չանեն։ Սա իրենց անալիզն է, իհարկե ամերիկացիները եւ Իսրայելը այդպես չի ասում, որովհետեւ այդպես ասելով պիտի ասի, որ մենք իրականում ոչինչի չենք ասել։ Մենք հետաձգել ենք միայն այս խնդրը, Պրոբլեմը մի քիչ էլ kick the can down the road են ասում սրան, այսինքն մի քիչ էլ հեռացրեցինք այդ խնդրը։ Իհարկե հեռացնելը ավելի լավ է, քան թե չհեռացնելը, որովհետեւ չես իմանում 10 տարիով հեռացրեցիր, ավելի լավ հեռացնես, քան թե մի տարի հետո գլխիդ մի բան անգնի, դա էլ կա։ Ինչ որտեղ իհարկե այս օպերացիան մեծ հաջողություն էր Իսրայելի համար, Ամերիկային հետ պետք չէր, ինչպես ասում եմ, բայց Ամերիկային այնքանով օգտակար եղավ, որ սա պարզապես ցույց տվեց Չինաստանին եւ Ռուսաստանին, որ խելք մնա։ Մենք sense բաներ կարող ենք անենք։ Եվ մեր պրեզիդենտը, որ ինչպես ասում եմ, միշտ ալերգիա ունի պատերազմներ սկսելու դեմ, եթե տեղը շատ եկավ, ները եկավ, ինքը կարող է խփի։ Եվ զգուշ եղեք։ Այդ իմաստով սա կարևոր էր։ Հութիները ասեցին, մենք ձեզ այդ զինադադար էինք կնքել, էլ չէինք խփում ձեր նավերին եւ այլն, հիմա խփելու ենք։ Ամեն ինչ փոխվեց, պարսիկները ասեցին, ամեն ինչ փոխվեց, բայց չեն ասում ինչպես են պատասխանելու, ինչ ռազմական քայլեր են անելու, միշտ այդ հիբրիդ պատերազմի թույլերի համար ձևը դա է տերորիստական կամ ինչ ուրիշ ձևերով այդ հնարավորությունը կա, բայց չեն ասում դրա մասին։ Այսօրվա դրությամբ բոլոր նստած մենակ անալիզ են անում, ոնց եղավ, ինչպես կարողացան անեն, ինչպիսի հաջողություն էր սա եւ այլ, բայց միշտ վախենալով, որ հետևանքները ինչ կլինի, դրա համար Ամերիկայում Homeland Security-ն, FBI-ը հիմա շատ զգոն պիտի լինեն, որ հանկարծ տերորիստական բաներ չլինեն, իսկ ես ավելացնեմ, որ դա այդպես է, ուրեմն այն էմիգրանտներին բռնում էին փողոցներում, հիմա պիտի մի քիչ ավելի
կենտրոնանան հակատերորիստական, ասենք թե միջոցառումների վրա ավելի, այդպես ասենք, դա հնարավոր բաներից մեկն է։ Ուրիշ այս վարքյանին չկա մեծ ինչ-որ բաներ, բոլորը պատտում են կամ ասում են ճիշտ արեցին, կամ ասում են ոչ։ Կոնգրեսականները ասում են սխալ արեցին, որտեղ մեզ նախ եւ առաջ չզգուշացրեցին, ոչ ոք չի խոսում պարսիկներից բացի միջազգային օրենքի մասին, նրանք են խոսում մենակ դրա մասին։ Ամերիկացիները խոսում են, որ առանց կոնգրեսին զգուշացնելու, որ պետք է անեին ըստ օրենքի, ընդհանրապես պատերազմ սկսելու համար թույլտվություն ստանաս, միայն կոնգրեսը կարող է պատերազմ հայտարարել, պրեզիդենտ չի կարող։ Բայց նույնիսկ հարվածներ այսպիսի բաներ անելու համար պիտի իմացտաս gang of eight են ասում, այսինքն ներկայացնի պալատի եւ սենատի այդ գլխավոր կոմիտեների նախագահներին եւ փոքրամասնության կուսակցության ամենաավակ անդամներին, հա, minority ranking member of minority դրանց պետք է ասես եւ չեն անել իբրև թե որպեսզի գաղտնիքը դուրս չգա, որտեվ իրենցից չես կարող սպասել, որ գաղտնի պահեն, բայց այդպես չի կարելի անել, իրենք բոլոր բաները անցել են, ստուգումները, իրենք ունեն իրավունք տեսնելու ամենագաղտնի բաները այսպիսի օպերացիաների հետ կապված եւ պետք է իրենց կանոնակարգի իրենց ներկայացվեր եւ առնվազն ստանալ իրենց, եթե չասեմ թույլտվությունը, գոնե պետք է իրենք իմանային դրա մասին, որ չի արել, այսօր այնտեղ խախտում է եւ դրա մասին բողոքներ կան։ Մի խոսքով, այս է դրությունը այսօրվա դրությամբ եւ պարզեւոր ամեն օր հենց որ ինֆորմացիա է գալիս հետախուզությունից, թե իսկապես ինչքան վնաս է տրված, ինչ է կատարվել, դրա մասին արդեն կիմանանք, տեղից կերևա։ Եվ իհարկե Պարսկաստանի պատասխանը ինչ է լինելու, որը չեմ կարծում միանգամից լինի պատասխանը արդեն պարզել իրեն արտգործնախարարի տեղակալին նախարարին ինտերվյուների ժամանակ հարցեցին, պատասխան չեղավ, ասեցին, որ կլինի կիմանանք։ Այդ պատասխանը մենք միանգամից, այսպես ասած, ներվային ռեակցիա չենք տալու, այլ մտածված ձևով է լինելու մեր շահերի ուրեմն շահերի համեմատ, ոչ թե ինչ-որ ներվային բաներ անելով, որ իհարկե շատ ավելի լավ է, քան թե կարծում էինք, բայց համենայնդեպս ոչ ոք չի կարծում, որ սա Պարսկաստանը հանգարց ընդունելու է, որ դե լավ, ուրախ եմ, օքեյ, ինչ ուզում եք ստորագրեմ, այս կապիտուլյացիա չի լինելու, այդ քանակոն է, տենց են ասում բոլորը, ես էլ եմ կարծում, որ տենց է լինելու։ Միջով հաջորդը։